Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից բարի երեկո։ Այս գիշեր Ոսկեպարի եկեղեցու սահմանազատված ցամաքային հատվածով Հայաստան է եկել Ադրբեջանի քաղաքասարակության 19 ներկայացուցիչ։ Armenpress-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ սահմանը հատել են հայ սահմանապահների ուղեկցությամբ։ Այնուհետև հայկական պետհարմարանիշով ավտոբուսը նրանց տեղափոխել է Երևան։ Սա նրանց երկրորդ այցն է, այս անգամ ավելի մեծ թիմով։ Այցը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում է, օրվա կեսին ադրբեջանցիները մասնակցել են կլոր սեղան քննարկմանը։ Վաղ առավոտից քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկել են Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ու փոխտնօրենի և ֆինանսական գծով փոխտնօրենի աշխատասենյակները։ Քրեական վարույթը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն և փողերի լվացմանը։ Ուշագրավ է, որ նախօրեին Վարդանանց քաջերի հիշատակության օրը Չարչյանը գրառում էր արել և շնորհավորել էր վեհափառին։ Բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Հովհաննես Աբեղա Թորգոմյանի խոսքով սա հակաեկեղեցական արշավի դրսևորում է։ Սա հակաեկեղեցական արշավի ևս մեկ դրսևորում էր։ Եվ մենք սրան սպասում էինք եւ ասեմ ավելին շատ են ուշացել։ Մենք ավելի շուտ էինք իրեն սպասում այստեղ։ Այսինքն ամեն դեպքում սպասելի է։ Իհարկե, իհարկե։ Իսկ որևէ կապ ունի պարոն Չարչյանի աջակցող խոսքի հետ գրառման։ Չենք կարող ասել։ Կարող է եւ կապը։ Փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված, հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաեւ դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից եւ արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կենտրոնական գրասենյակում սկսվել է խորհրդարանական ընտրություններում ԿՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։ 1100 պատվիրակները պետք է 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Այնուհետև ռեյտինգային կարգով կձևավորվի ԿՊ-ի նախընտրական ցուցակը։ Պարոն Միքայելյան, այսօրվա ընտրություններին սպասումներ ունեք։ Կանցնեք խորհրդարան, գաք Էսի վարկանիշային է նախ էս ընտրություն, չի։ Հայտնվեք առաջին 50-յակում։ Որ ընտրենք հայտնվենք։ Քանի որ վարչության ցուցակում չընտրվեցիք, այս ընտրություններից սպասում։ Ոչինչ, թեթև տար։ Մյուս 50-ին ինչ չափորոշիչով եք ընտրել, ասենք մյուս տեխնազուներին ինչ Դե որոշ նորերին, որոշ մարդկանց նորերը կարժանիք ունեն եւ այն 5 անձանց որ իրենք ճամփային կանցը տարբեր մարդկանց են ընտրել։ Կարծում եք ձեր պակասը կա ազգային ժողովում, պարոն։ Էդի ժողովուրդը կորոշի, ցավատ տանեմ։ Պարոն Միքայելյան, կուզենաք դուք նորից հայտնվեք ազգային ժողովում։ Դեմ չեմ լինի, այսինքն եթե առաջադրվել եմ ուրեմն դեմ չեմ, բայց դե իհարկե տեսնենք ոնց։ Որտե՞ղ դե տեսան կառավարությունում, հիմա ազգային ժողով թե կառավարություն։ Ես հերակա որևէ տենց ինչ-որ միանշանակ բան չունեմ, բայց որ տեխնատու եմ որպես падգամավորի, իհարկե կողմ եմ, որ նաև падգամավոր լինեմ։ Եթե անկեղծ իմ նախնական ցանկությունը այն է, որպեսզի ես շարունակեմ իմ տեղում, որտեղ որ աշխատում եմ, բայց ընտրություններից հետո բնականաբար թիմային որոշում կկայացվի, բայց իմ անձնական ցանկությունն է, որպեսզի ես հետ վերադառնամ քաղաքապետարան, հրաժարվեմ մանդատից։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը անդրադարձել է Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությանը, վստահեցրել է բացահայտման գործով ջանք չեն խնայել։ Եթե քննչական մարմնի արձանագրումների արդյունքում վեր կհանենք դիտավորության որևէ կոմպոնենտ ոստիկանության ծառայողի կողմից, բնականաբար կունենանք կոնկրետ ռեակցիա։ Ես տարվա կտրվածքով մեկնաբանել եմ, որ երբ որ կիսամյակային ամփոփումներն եմ իրականացրել հատկապես Ալմավիրի մարզի, ես վաղաշաբաթի ոստիկանության բաժնի աշխատանքը, որը սպասարկում է նաև Փարաքար համայնքը, չեմ դիտարկել դրական եւ դրա արդյունքում վաղաշաբաթի համայնքային ոստիկանության բաժնի պետը ազատվել է աշխատանքից եւ հաշվի առնելով հենց այս միջանձնային իրավիճակները, նաեւ փետրվարյան իրադարձությունը կոնկրետ մարզային քրեական ոստիկանության պետը հանձնարարական է ստացել այս ուղղությամբ հատկապես ինտենսիվացնել աշխատանքները եւ ցավով պիտի արձանագրեմ, որ ունեցել ենք այս դեպքը եւ դեպքից հետո բնականաբար որպես ոլորտի քաղաքական պատասխանատու տվել եմ իմ ռեակցիան եւ Արմավիրի քրեական ոստիկանության պետը ազատվել է քրեական ոստիկանությունում աշխատանք իրականացնելուց եւ լքել է քրեական ոստիկանության շարքերը այս տեսանկյունից։ Պարզվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 13-ամյա տղայի եւ նրանց ծեծի ենթարկած համադասարանցիների ինքնությունը, պատճառը միջանձնային լարված հարաբերություններն են եղել։ Շամշյանի տեղեկություններով այդ պատմության մասին անգամ դպրոցի տնօրինությունն է իմացել։ Միջադեպի օրը Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցները ժամանել են դպրոց ինչ-որ միջոցառում անցկացնելու համար ու նկատել են, թե ինչպես է շտապօգնությունը երեխային տեղափոխում հիվանդանոց։ Տնօրինությունը նրանց ասել է, թե երեխան ձնագնդի խաղալիս է վնասվածք ստացել։ Սկեսրայրը դիմել է ոստիկանություն եւ հայտնել 10 օրվա հարցը գողացել է ոսկյա զարդերը ու փախել։ Դեպքը տեղի է ունեցել Արմավիրում, նյութական վնասը կազմել է 2 միլիոն դրամ։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը Ժնևում հրում է արել պառկած դիրքից տեսանյութը արագ տարածվել է համացանցում։ 2, 3, 1, 1, 2, 3, 2, 1, 2, 3, 3, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 5, 1, 2, 3, 6, 1, 2, 3, 7, 1, 2, 3, 8, 1, 2, 3, 9, 1, 2, 3, 10. Go on. Միասին թերթենք մամուլի էջերը։ Հրապարակը գրում է, վերջին շրջանում դատարանները սկսել են քաղաքական աղմկոտ գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները փոխել տնային կալանքով։ Իհարկե, անձի ազատության առումով տնային կալանքը ոչնչով չի տարբերվում, անգամ ավելի խիստ ռեժիմ է ենթադրում, քան բանտային կալանքը, որովհետև լրացուցիչ սահմանափակումներ են դրվում անձի տեսակցությունների հաղորդակցության նկատմամբ, սակայն հանրային ընկալման մեջ դա դրական փոփոխություն է։ Մարդը գոնե իր տանը կլինի պատճառաբանությամբ։ Այդպես վարվեցին Միքայել եւ Մկրտիչ սրբազանների Դավիթ Համբարձումյանի սրբազան շարժման գործով անցնող Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի եւ ուրիշների մասով։ Որոշ տեղեկություններով քաղբանտարկյալների նկատմամբ այս մեծահոգությունը իշխանությունը սիրահորժար չի անում, այլ որոշ ճնշումների ազդեցությամբ։ Վերջին շրջանում ընդդիմությունը հանրային տարբեր շրջանակներ բարձրաձայնում են Հայաստանում քաղաքական հալածանքների դեպքերը, միջազգային հանրությանը մեղադրում բռնությունները խրախուսելու համար։ Նամակ բողոքներ են հղում տարբեր կառույցների եւ դա որոշակի ազդեցություն է ունեցել։ Միջազգային գործընկերները Փաշինյանին հորդորել են ընտրությունների նախաշեմին ռեպրեսիաները մի քիչ թույլատրել, որ իր հեղինակությունը փոքր-ինչ բարձրանա։ Ասել են, որ իրենք այլևս չեն կարող նման մասշտաբների ռեպրեսիաների նկատմամբ աչք փակել եւ ձևացնել, թե Հայաստանում ժողովրդավարություն է տիրում։ Հրապարակը նաև գրում է. Փետրվարի 12-ի առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում Բագրատաշենի Մաքսակետ տանող ճանապարհին երթևեկող ֆուրերը կտրել էին մեծ թվով մալուխներ։ Բագրատաշենի վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանը մեզ ասաց, որ պատճառն այն է եղել, որ մալուխներով հենասյունը թեքված է եղել, այդ պատճառով մեծ բեռնատարները չեն կարողացել բախումից խուսափել եւ կտրել են լարերը։ Դեպքից հետո ճանապարհին թափված կաբելների պատճառով կարճ ժամանակով Հայաստան մտնող ավտոճանապարհը փակվել է, ավտոմեքենաների խցանում է առաջացել։ Վնասվել նաև ինտերնետային կապն ապահովող կաբելները, դեպքից մոտ 2 ժամ անց ժամանել են ինտերնետային կապի մասնագետները, որ վերականգնեն կապը։
Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։ Վարչաբենդ խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 միլիոն 520 հազար դրամ։ ԿՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պատասխանելով Ժողովուրդ օրաթերթի հարցմանը հայտնել է, որ Վարչաբենդ խմբի հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ժողովուրդը գրում է. Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել Սևան Ստարտափ Սամիթին նաև 2026 թվականին։ Սևան Ստարտափ Սամիթ 2026-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին եւ ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից, ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման եւ նորարարության բացառիկ միջավայր։ Միջոցառման հիմնական մեծ բեմը, որը պետք է տեղակայված լինի միջոցառման հիմնական տարածքում եւ կահավորված լինի LED էկրաններով, արժեցել է 24 միլիոն դրամ։ Հիմնական անցակետը, մուտքի ելքի ընթացակարգը եւ հյուրընկալության ծառայությունը արժանանալու է 18 միլիոն դրամ։ Բազմաֆունկցիոնալ սննդի կետը, ֆուդ կորտը, 800 քառակուսի մետր մակերեսով վրանային կոնստրուկցիայով կամ շինությամբ, որը պետք է ապահոված լինի 150 սեղանով եւ 600 աթոռով, արժանալու է 15 միլիոն 198 հազար դրամ։ Վրանային ավանը, որը նախատեսված է միջոցառման հիմնական մասնակիցների գիշերակացի ապահովման համար, արժանալու է 28 միլիոն 800 հազար դրամ։ Շանհայում մետրոյի գծի շինարարության վայրում հսկայական փոս է գոյացել։ Ականատեսների վկայությամբ խողովակ է պայթել եւ ջուրը լցվել է ճանապարհի տակի հողաշերտը։ Սախալինում Lexus մակնիշի ավտոմեքենայի հետ բախման հետևանքով շտապ օգնության մեքենա է կողաշրջվել։ Բուժօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվող պացիենտին լրացուցիչ հետազոտել են։ Իտալացին սխալման պաղբի մեջ 20 ոսկու ձուլակտոր է նետել, ընդհանուր արժեքը 130 հազար եվրո։ Ոստիկանությունը կարողացել է կարճ ժամանակում գտնել ու նրան վերադարձնել թանկարժեք աղբը։ Եվ եղանակ տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը կբարձրանա 9-ից։ Հետևեք Անցուդարձին, կհանդիպենք երեքշաբթի նույն ժամին։